Սիրելի ծնողներ, մի ամաչեք, հարցրեք սերտիֆիկատներ, հարցրեք դիպլոմներ, հարցրեք ինչ մասնագիտացում ունեն, ինչ փորձ ունեն, դաշտում հետաքրքրվեք, մասնագետների գտեք, հարցրեք այն մասնագետի մասին, ում մոտ դուք պատրաստվում եք ձեր երեխային տանել, մի խաղացեք ձեր երեխաների առողջության հետ, դա ամբողջ կյանքի համար է։ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը դիմորդների ծնողներին հորդորում խնդրում է, մինչեւ երեխային իրենց մոտ բերելը ճիշտ կազմակերպել նրա մինչբուհական կրթությունը, չտանել այնպիսի կենտրոններ կամ ստուդիաներ, որոնք կարող են ազդել նրա հոգեբանության, ապագա մասնագիտության կողմնորոշման վրա։ Դերասանական արվեստը դա շատ մեծ կապ է հոգեբանության հետ։ Ինստիտուտում ավարտվել է 2026-27 ուսումնական տարվա ընդունելությունը, բուհում գործում են 11 կրթական ծրագրեր, մասնակցությունը մեծ է եղել դերասանական արվեստ, կինոարվեստ, ռեժիսուրա, պարարվեստի ռեժիսուրա եւ սցենարադրամատուրգիական արվեստ բաժիններում, մյուս 5-ում եւս դիմորդներ կան, տեղերը թափուր են մնացել միայն թատերագիտության բաժնում, այստեղ դիմացներից ոչ մեկը չի հաղթահարել քննական շեմը։ Ունենք մասնագիտություններ, որոնք մի քանի տարի շարունակ դիմորդներ չեն ունեցել, դրանք կարծում եմ իրենց նշանակությունը չհասկանալու պատճառով է, թատերագիտություն եւ կինոգիտությունն է, սակայն անցյալ տարի ենք ունեցել թատերագիտություն մասնագիտությամբ դիմորդներ, ցավոք սրտի չեն անցել, եւ այս տարի կինոգիտություն մասնագիտությամբ ունեցանք դիմորդներ եւ կարողացանք համալրել մեր տեղերը, իսկ սրանք շատ կարևոր ու հետաքրքիր մասնագիտացումներ են։ Ինստիտուտում կարևորում են նաև նախապատրաստական կուրսերը, որոնք դիմորդներին օգնում են ծանոթանալու մասնագիտությանը եւ պատրաստվելու քննություններին, ընդ որում քննական հանձնաժողովը նախապես չի տեղեկացվում, ովքեր են մասնակցել նախապատրաստական կուրսերին, ապահովելու հավասար պայմաններ բոլորի համար։ Նախապատրաստական բաժինը եւ ուղղորդիչ դեր է հանդիսանում եւ նաեւ արդեն պատրաստի մարդիկ իրենց արդեն ուղին ընտրած գալիս են եւ փորձում են իրենց հմտությունները զարգացնել ընդունելության քննությունների համար, սակայն նախապատրաստական նրանով է առավելություն, որ այստեղ դու կարող ես նաև քո մասնագիտությունը, այսպես ասած, փորձել, հետո փոխել քո կարիքներին համապատասխան, քո նախասիրություններին համապատասխան եւ հասկանալ, թե ինչ է լինելու բակալավրիատում սովորելու տարիներին եւ ընդհանրապես ինչպես է մասնագետը ձևավորվում։ Եվ սա շատ կարեւոր է, որ մենք նախապատրաստական բաժնի կրթությամբ ցույց ենք տալիս, թե արդյոք ինչ փուլերից է բաղկացած ուսումը։ Պարբերաբար վերանայվում են նաև ուսումնական ծրագրերը, դրանք ոլորտի զարգացումներին համապատասխանեցնելու նպատակով։ Կուրսերի ղեկավարներն ընտրվում են հաշվի առնելով նրանց մասնագիտական փորձը։ Սուսաննա Սմբատյանը նախորդ տարվա նախապատրաստական խմբից է եւ այս տարի հաջողությամբ հաղթահարել է քննական գործընթացը։ Ես մտածում եմ, որ շատ բարդ է լինելու ու շատ կլարվեմ, այնինչ բավականին լավ անցավ, իզարմանս ինձ, ու ընդունվեցի Մարատ Սարգսյանի արվեստանոց։ Բայց շատ լավ էր անցել քննությունները։ Ամբողջ տարի ինստիտուտի ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու տեղական եւ միջազգային կրթական ստեղծագործական նախաձեռնություններին, ձեռք բերելով նոր փորձ եւ հմտություններ։ Դեսկ 2026-27 ուսումնական տարվա նախապատրաստական խմբի ընդունելությունը կմեկնարկի սեպտեմբերին։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։